Վրաստանում Եվրոպամետ բողոքի ցույցերից 1 տարի անցել, այդ կապակցությամբ քաղաքասարակության ներկայացուցիչները ընդդիմությունը մեծամասշտաբ բողոքի ակցիաներ սկսելու կոչեր են անում։ Ուղիղ 1 տարի առաջ 2024-ի նոյեմբերի 28-ին խորհրդարանական ընտրություններից օրեր անց Վրաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակված Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Թբիլիսին կասեցնում է Եվրամիության հետ անդամակցության բանակցությունները մինչև 2028 թվականը։ Որից զորացրած բոլոնդե დღის սրկში არ დავაყენოთ Եվրոպաշիրთან մոլաբարգեების գախսնի սագեթխի։ Այս հայտարարությանը հետևեցին բողոքի զանգվածային ցույցեր երկրի տարբեր քաղաքներում, դրանց միացավ նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Լարված իրավիճակը Թբիլիսիի կենտրոնական հատվածում պահպանվեց մինչև լուսաբաց։ Իշխանությունները ցույցեցրեցին ջրցան մեքենաներ, ռետինե փամփուշտներ եւ արցունքաբեր գազ կիրառելով։ Մի քանի տասնյակ քաղաքացիներ տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվեցին, տասնյակ մարդիկ բերման ենթարկվեցին ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու եւ մանր խուլիգանության մեղադրանքներով։ Վրաստանը պաշտոնապես կասեցրեց Եվրամիության հետ անդամակցության բանակցությունները։ Եվրոպացի դիվանագետները Վրաստանում ստեղծվածը համարեցին տխուր։ Բրյուսելում այդ օրվանից Վրաստանի հարցն օրակարգում է, քննարկվում է նաև վիզաների ազատականացման չեղարկումը։ Վերջին 1 տարում բազմահազարանոց ցույցերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են։ Սալոմե Զուրաբիշվիլին, որ 1 տարի առաջ դեռ նախագահի պաշտոնում միացել էր ակցիաներ անցկացնող քաղաքացիներին, կոչ է անում չդադարեցնել բողոքի ցույցերը։ Վրաստանը չի ենթարկվի Ռուսաստանին, մենք ընտրում ենք եվրոպականությունը, ինչը նշանակում է խաղաղություն, ազատություն եւ անկախ պետություն հիմնված ուժեղ ինստիտուտների վրա։ Վրաստանում հակակառավարական բողոքի ցույցերը սկսել են անցյալ տարի խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ իշխող վրացական երազանք կուսակցությունը շրջանառության մեջ դրեց օտարերկրագործակալների մասին օրենքը։ Այնուհետև դրանք մեծ թափ ստացան, երբ վերընտրված իշխանությունը կանգնեցրեց դեպի Եվրոպա շարժումը։ Քաղաքասարակության ներկայացուցիչները չնայած ակցիաներ անցկացնելու բազմաթիվ արգելքներին կոչ են անում ել ավելի ինտենսիվ արտահայտել բողոքի ձայնը։ Եկեք փակենք երկրի առևտրի բոլոր կենտրոնները, որտեղ սևուրփաթ է։ Սև օրերը մեր կյանքում են արդեն մի ամբողջ տարի, որի դեմ պայքարը չպետք է կանգ առնի։ Վիրահայ հասարակական գործիչ, ցույցերի ակտիվ մասնակից Գյորգի Թումասյանը ռադիոլուրի հետ զրույցում ասում է, գլխավոր պահանջը նույնն է՝ վերականգնել եվրոանդամակցության գործընթացը։ Վրաստանի բնակչությունը նորից կպահանջի վերականգնել Եվրոպական միության անդամակցության գործընթացին ուղղված բոլոր ջանքերը, սա նաև ուղղված է իհարկե իշխանությունների լեգիտիմությունը չճանաչելուն, ինչպես նաև բռնապետական իշխանություն ձևավորելու դեմ Վրաստանի բնակչության ջանքերին, կլինի դա ուղղված պաշտպանելուն ազատ ԶԼՄ-ները, հասարակական կառույցները, ցույցերում մասնակցելու իրավունքը, թե ուրիշ մարդու իրավունքները։ Մինչ քաղաքասարակությունն ու ընդդիմությունը ահազանգում են, որ երկիրը ժողովրդավարական հետընթաց է ապրում արդեն 1 տարի հեռանալով Եվրոպայից, իշխանությունները հակառակն են պնդում։ Թբիլիսիի քաղաքապետ Կախակալաձեն վստահեցնում է, որ վերջին 1 տարվա ընթացքում երկիրն ավելի է ուժեղացել։ Անցած տարվա ընթացքում Վրաստանն ավելի է հզորացել, աշխարհին ցույց տալով, որ չպետք է մեզ նսեմացնել։ Երկրի բնակչության մեծամասնությունը մեզ ընտրել է խաղաղությունը պահպանելու համար, որն էլ ապահովում է իրական զարգացում եւ առաջընթաց։ Բրյուսելում փորձում են օգտագործել եվրոինտեգրման ուղին Վրաստանի կառավարության վրա ճնշում գործադրելու համար։ Պատճառն այն է, որ մենք չենք ենթարկվել նրանց հրամաններին, չենք բացել երկրորդ ճակատ, չենք միացել պատժամիջոցներին։ Վրաստանում սկսվող բողոքի ակցիաներում քաղաքասարակության գլխավոր ուղերձը Եվրամիությանն է շարունակել աջակցել երկրի եվրոպական հեռանկարին, չթողնել Վրաստանի քաղաքացուն միայնակ։ Իդեպ տարիներ շարունակ անցկացվող հարցումները վկայում են, որ Վրաստանի քաղաքացիների գրեթե 90%-ը կողմ է եվրոանդամակցությանը։ Գիտալի Բեկյան, Ռադիոլուր, Թբիլիսի։